Տիկին Ասիա, այսօր կառավարության դիմաց եք բողոքի ակցիա, լուռ ակցիա եք ասում, հատկանշական օրով, ապրիլի 7-ով Մարության եւ Գեղեցկության տոնի արդիվ ձեր ձերքի պաստառին մեր ծաղիկները դուք եք տղաներ գրություն է, ինչի համար եք այստեղ կառավարության։ Ընդամենը լուռ ակցիա, որ արտահայտենք մեր ներսի ցավը, որը անկրկնելի է, չգիտեմ, ինքը անասանելի ցավ է, չեմ ցանկանա ոչ մեկին։ Ու այսօր քանի որ մայրության օր է, ես մայրացել եմ, երբ որ ծնվել է իմ առաջնեկը, որ այսօր ես ման եմ գալիս, չեմ ճարում, արդեն 5 տարի է գրեթե ման եմ գալի, չեմ ճարում։ Ես ափսոսում եմ անգամ, որ ես մայր եմ, մայր իր ժառանգի տեղը կիմանա, անգամ կենթանին իր ձակին կարում է պահի, ես չկարացրի իմ երեխու կորցրել եմ, չեմ կարում 5 տարի մանգամ, չգիտեմ, իմ ցավն եմ ուղղակի ուզում արտահայտել, ես մեկ չենք ապրում այրերով, արդեն 5 տարի չենք ապրում, մենք մեր երեխեքին ենք տենչում, ես ոչ մի բան չեմ ուզում, մենակ իմ զավակին եմ ուզում, վերադարձնեմ մեր տղաներին, բոլոր մայրերը տառապում են, տանջվում են, ցավ են ապրում, թող վերադարձնեն մեր զավակներին, մենք էլ ենք ուզում ապրել, երբ որ ասում են հայ մայրը երջանիկ չի եղել, թող 5 տարի առաջ թերթեր մեր նկարները, տեսնեմ որքան երջանիկ ենք եղել մենք, իսկ հիմի արդեն 5 տարի մեր համար չկա ոչ մի տոն բացարձակ չկա, մեր տոնը մենակ մեր տղաների ծննդյան օրն է, էդ ենք լացով դիմավորում, դուք պատկերացնում եք ինչքան դժվար է, երբ որ երեխու ծննա, դու չգիտես որ ուղղությամբ գնաս, որտեղ է քո երեխան, ինչ տոն, ինձ ծաղիկ, ինձ պետք չէ ոչ մի ծաղիկ, իմ ծաղիկը իմ բալեն է, թող վերադարձնեն մեր տղաներին, մեր լուռ ակցիան է, մեր ցավն է, մեր տառապանքն է, ասում եմ, անգամ չեմ ցանկանա թշնամուս այս ցավը, Հույսով եք կառավարության դիմաց, որովհետև ազգային ժողովում եք գնացել, դեսպանատներ եք գնացել, բազմաթիվ նամակներ եք հանձնել, այստեղ եք եղել, հույսով եք թե ուղղակի ցույց տալու համար ձեր ինքնաարտահայտվելիս հարգելիս էլ ուր գնանք չկա տենց մի տեղ որ բաց ենք թողել բոլոր տեղերը գնացել ենք հիմնականում պատասխան պետք է տա ԱԳՆ կառավարություն էլ ուր գնանք Էսի միասնական է, էսի մենակին որդուն է, չեսի համազգային է, մի օր կար աստված մի արարցե մեկ ուրիշի որդուն է լինի և վերջին հաշվով իմ երեխեն էդ հողը որ պահել է, մենակ իմ համար չի պահել, հազարավոր մայրեր այսօր երջանիկ ապրում են իմ երեխու պահած հողի վրա, թող բոլորը մի հատ սթափվեն հասկանան, որ այս ցավը հանկարծ մեկ ուրիշի տունն էլ չմտնի, թող ես լինեմ վերջին տառապող մայրը, այդ չլինես նմանվանիշ չեմ ուզում, ոչ մեկին չեմ ցանկանա այս ցավը Ժողովում հանդիպումներ ունեցաք Անդրանիկ Քոչարյանի հետ, այդ հանդիպումները ձեզ ինչ-որ կերպ օգնում են, բավարարում են պատասխան։ Իհարկե ոչ, ես իմ պահանջը իմ վաղ բավարարված կզգամ, երբ որ իմ երեխու տեսնեմ, իմ երեխու հաստատումը լինի, վերադարձը լինի, բարի լուրը լինի, իսկ քանի որ չէ, ինչ ասեմ, չէ, ոչ մի բան, ինչից չի պահանջ, ոչ մի բավարար պատասխան ես չեմ ակնկալում, իմը մենակ իմ երեխեն է, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, ինչ պատասխան տան իրանք Ոչ, լուրը մուշ տարել են, ինչքանով էր օրինական նորակոչիկ երեխուն վերցնել Հայաստանի զինվորին տանել Արցախ ու կորցնել ու այսօր ծնողին ոչ մի բան չասել, որքանով էր օրինական, իմ երեխու 2 ամիս է լրացել է Ջաբրայիլում, ինքը Մեղրիի զինվոր էր, ինչ իրավունքով, որ իրավունքով, մտածված տարել են երեխեքին վերացնել ու դե թող հիմա այդ պատասխան տան Պատասխան ակնկալում եք, որ ստանալու Եթե ոչ երկրային կյանքում անպայման թող վախենան Աստծու դատաստանից ոչ մի մոր արդյունք չի մնալու ուղղակի Էսի մի օր ծով ադառնալու թափվի իրանց 7 պորտ 7 ժառանգների վրա ես ոչ մի բան չեմ ասում Մոր արդյունքը ուղղակի չի կարա այսպես մնա իրանք պիտի պատասխան տան եթե ոչ երկրի վրա գոնե երկնքում անպայման պատասխան են տալու կգա հատուցման ժամ ես վստահ եմ Վերջին անգամ խոսել ձեր որդու հետ երբ եք կապ ունեցել վերջին 20 թվականի հոկտեմբերի 10-ին գիշերը 10-ից կես ու ասեմ այնքան հերոս տղաներ են այս տղաները որ ոչ մեկ չի ասել որ ինչ թողու բողու մեջով են անցնում ես միջև իմ երեխան չի կոր անգամ չեմ իմացել որ ինքը պատերազմի դաշտում է ինքը ինձ ասում էր մոմ այնքան լավ է չգիտեմ ինչ թվում էր որ երեխեդ ես իմ ինչ այդ այս տղաներ են ունեցել ու այսօր որ իրանք սենց վախեցած ապրում են
թող իմանան ու ուզում են ինքնահաստատվեն, թող իմանան լավ տղաներ ընդեղ են, թող բերեն մոտիկից լավ տղա տեսնեն։ Այսքանը։